Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք միացել եք Գործարար ալիքին։ Հիշեցնեմ, որ մենք Digitech-ի մեր տաղավարից ենք շարունակում հարցազրույցների շարքը։ Իսկ իմ այսօրվա հյուրն է Դավիթ Խաչատրյանը, ով Rice կրթական հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի նախագահն է եւ համահիմնադիրը։ Ողջույն։ Ողջույն Ալբերտ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք եւ կխնդրեմ նախ պատմեք Rice-ը իրենից ինչ է ներկայացնում, ինչպես եք հայտնվել Digitech-ում, քանի տարի եւ ինչ եք ներկայացնում հանրությանը։ Okay, հրաշալի։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախապատմությունից սկսեմ, մենք սկսել ենք 19 թվականին Godzilla կրթական կենտրոնով, որտեղ սովորեցնում էինք աշակերտներին ծրագրավորման հիմունքներ, համակարգչային գիտություն։ 6 տարվա ընթացքում ունեցանք մոտ 600 աշակերտ։ Բայց այդ ընթացքում, եթե թույլ կտաք, մի հատ շեղվեմ գիտական ինչ-որ մտքեր ասեմ, հետ վերադառնամ բուն պատմությանը։ Ուրեմն խաղերի տեսության մեջ Prisoner dilemma-ն կա, որտեղ ասում են, որ երբ որ երկու բանտարկյալ իրար հետ համագործակցեն, իրանք ավելի լավ արդյունքով դուրս կգան, քան երբ որ չհամագործակցեն, բայց երբ որ ամեն բանտարկյալ իր համար առանձին մտածում, որոշում որ ավելի լավ է չհամագործակցել, հենց ավելի էֆեկտիվ է իր համար։ Մեր նպատակը եղել այն, որ միջավայր ստեղծենք, որտեղ մարդիկ իրար հետ կհամագործակցեն։ Ու սկսել ենք Godzilla կրթական կենտրոնը։ Քանի որ տեսությունը Աքսելերոդը 80-ական թվականներին պրոֆեսոր Աքսելերոդը ուսումնասիրում էր, որ երբ որ մի խումբ մարդ մտցնես ընդհանուր համակարգի մեջ, ովքեր համագործակցող են, մի քանի տարվա մեջ բոլորը կդառնան համագործակցող։ Ու այդ տեսությանը հավատալով մենք որոշեցինք այդ իդեան անել։ Հետագայում ստեցի ուսումնասիրել, պարզվեց, որ այլ տեսություններ էլ կան ու աշխարհը մի քիչ ավելի բարդ է, քան այդ մոդելն է, ու պարզվեց, որ մի խումբ մարդիկ, ովքեր համագործակցող են, դառնում են չհամագործակցող աշխարհում։ Այսինքն այդ մոդելը չի աշխատում, ու հասկացանք, որ Godzilla-ն Godzilla է, բայց պետք է մասշտաբային բան անել Հայաստանում ու միջազգային մրցույթ բերեցինք, որոշեցինք գնալ դպրոցներ, ներքևից, խորքից սկսել աշխատել ուսուցիչների հետ։ 150-ականած ուսուցչական համայնք ունենք ինֆորմատիկայի սպահին, ուսուցիչներին վերապատրաստում ենք, անվճար սեմինարներ ենք անում ու մրցույթ ենք անցկացնում նրանց միջոցով։ Մրցույթին 37 դպրոց է արդեն ներգրավված, այս տարի փորձելու ենք ավելի մասշտաբային լինել։ Անցած տարի 2200 աշակերտ է մասնակցել։ Տեսեք, այդպես։ Երբ որ մենք ասում ենք դասընթաց, մենք միշտ պատկերացնում ենք, որ դա պիտի արվի մեծ տարիքով մարդկանց եւ փոքր տարիքով մարդկանց միջև, այսինքն փորձ ունեցող մարդը պիտի իր փորձը կիսի փոքր տարիքով կարելի ասել երիտասարդի հետ։ Բայց երբ որ մենք խոսում ենք մեծ մասշտաբային միջոցառման մասին ու որին մասնակցում են ուսուցիչներ, ես ավելի քան վստահ եմ, որ այստեղ խոչընդոտներ են լինում, որ չգիտեմ, եթե մարդիկ մտածում են, օրինակ, ես ուսուցիչ եմ 40 տարվա փորձով, օրինակ, ինձ ինչի պիտի երիտասարդ օրինակ դաստ, այդ խոչընդոտները դուք ոնց եք հաղթահարել, ոնց եք կոմունիկացիան հաստատել, այդ հարթությունները ստեղծել։ Հրաշալի հարց է։ Իրականում հետաքրքիր ստատիստիկա կա, որ աշխարհում մոտավորապես 10%-ը early adopter-ներ են, այսինքն իրանք ցանկացած նոր բան ընդունում են, ու մեր փորձը ցույց տվեց, որ ուսուցչական համայնքում նույն պատկերն է։ Այսինքն եթե Հայաստանում կա մոտ 1500 դպրոց, մոտ 150 ուսուցիչները արդեն early adopter-ներ են ու իրանք նոր բան են փնտրում, ու իրանք նաև մեզ են գտել, մենք էլ իրենց, ու հրաշալի համագործակցում ենք, մի հատ հաջողության պատմություն կուզենամ կիսվել։ ԱԲ դասընթացներ էինք անում անվճար, ուսուցիչներից մեկը ԱԲ գործիքներով Telegram-յան ալիքի ավտոմատացում է սարքել, որը ամեն օր խնդիրներ է տեղադրում կայքում, կիսել է իր դպրոցի աշակերտների հետ, հաջորդ օրին զանգել է, ասում է Դավիթ ջան, շատ շնորհակալ եմ, մեզ պրոդուկտն է պատմում, ասեմ վау, փաստորեն աշխատում այս ամեն ինչը։ Այս պատմությունները մեզ ոգևորում են, որ շարունակենք ավելի լուրջ աշխատել։ Այս պահին ուսուցիչների համար 150 հոգանոց Telegram-յան ալիք ունենք, որտեղ անվճար նյութեր ենք տեղադրում ու իրանք էլ իրար հետ փորձի փոխանակում են անում։ Ու քանի որ համայնքը մեծ է, վստահությունը արդեն ձևավորվել է ու բարիերներ այդ մասով չունենք, այդպես։ Digitech-ի շրջանակներում ինչ եք ներկայացնում ու ինչ կա այստեղ պատմելու։ Okay, Digitech-ի ընթացքում ներկայացնում ենք մրցույթի մասին, խնդրագիրքն ենք ներկայացնում հիմնականում։ Նախորդ տարվա մրցույթի խնդրագիրքն է իր լուծումներով, շատ գեղեցիկ գունավոր գիրք է, ու այդ գիրքը նվիրում ենք մեր նվիրատուներին, քանի որ մրցույթը ամբողջությամբ անվճար է, մեզ աջակցում են որոշ դոնորներ, անհատներ, ու մենք անհատներին նվիրում ենք այս գիրքը որպես շնորհակալության նշան, ինչպես նաև ուսուցիչներին ենք նվիրում, ովքեր դպրոցում ներգրավում են այս մրցույթը, անվճար այս գիրքն են ստանում, նվեր որպես մրցանակների
մեկ որպես։ Այսինքն Digitech-ում այս պահին ընդհանուր առմամբ մրցույթից ենք խոսում, հիմնականում ու խնդրագրքից։ Խնդրագիրքը իրանից ինչա ներկայացնում։ Խնդրագիրքը 37 խնդիրներից բաղկացած խնդրագիրք է։ Բոլորը ինֆորմատիկայի։ Բոլոր ինֆորմատիկայի խնդիրներ են ու լուծումներն են։ Գիրքը մոտ 100-ից 120 էջանոց գիրք է, որի առաջի կեսը խնդիրներն են, երկրորդ կեսը մանրամասն բացատրությունն է։ Դե իրական ամեն խնդիր ինֆորմատիկայի մի ճյուղին է կպնում, տարբեր ալգորիթմներին, տարբեր մոտեցումներին, հաշվողական մտածողությանը, շատ լավ ձեռնարկ է ստացվել ու բոլոր ուսուցիչները շատ են հավանել ու արդեն օգտագործում են իրենց դասերին։ Ես հուսով եմ, որ դուք ստատիստիկայի էլ որ չէ թվերով գոնե ինչ-որ ձև կիմանաք երիտասարդների հետաքրքրվածությունը այս ոլորտներում, որովհետև շատ են մեր առօրյայում անդադ քննարկում ծրագրավորում, ինֆորմատիկա, թվեր, արհեստական բանականության զարգացում ի վերջո, ինչպիսի հետաքրքրվածություն ունի մեր օրյա երիտասարդությունը այս ոլորտներում։ Կարծում եմ հետաքրքրությունը լավն է, ուղղակի մարզերում եւ այլ դպրոցներում, որտեղ չունենք արմատ, չունենք ԱԲ սերունդի դասընթացները, այդտեղ ավելի կաղում ամեն ինչ։ Ու հենց այս մրցույթի երազանքն է, որ բոլոր 1500 դպրոցներում, բոլոր մարզերի մրցույթը ներդնենք։ Ինքը ոնց որ ֆունդամենտն է, տակի շերտը։ Ինքը օգնելու որ երեխաները սիրեն, հասկանան այս ամեն ինչը ինչ է, դեռ ինքը ամենաբազվի մակարդակում մրցույթ է։ Իսկ իր նպատակը ոչ թե մրցակցությունն է, այլ նպատակը բոլորին ներգրավել, սկսեն սիրել, որ այս pipeline-ը սիրուն սարքենք, մեծացնենք։ Այսինքն հիմա այս բուրգը կա, բայց նեղ է տակը։ Քիչ մարդիկ գիտեն, քիչ մարդիկ են հետաքրվում, ավելի քիչ մարդկանց մոտ է ստացվում։ Ուզում ենք ցես մեծացնել, որ ավելի շատ մարդիկ հաջողեն։ Իսկ այդ բուրգի որ հատվածում են մեր երեխաների ծնողները, որովհետև այդ ֆունդամենտի հատվածում միտեղ ծնողը կա, այդ ծնողը ավելի մեծ դեր է կատարում։ Իրանց որտեղ տեղավորենք։ Ծնողները շատ կարևոր դեր ունեն։ Այս պայն մեր ծնողները, մեր ծրագիրը ծնողներին դեռ չի ներառում։ Փորձում ենք ուսուցիչների հետ աշխատել։ Դա մի ծրագիր ունենք, որը ուղղված է ծնողներին եւ երեխաներին, IT ընկերություններ այցեր են կազմակերպում անվճար։ Ուսուցիչները տեղեկացնում են ծնողներին եւ մենք տրանսպորտինգի հարցը այցերը կազմակերպում ենք անվճար եւ երեխաները արդեն տեղում ծանոթանում են, հասկանում են, որ ինդուստրիան ինչքան է զարգացած ու ինչքան են իրանք ինչ հնարավորություններ ունեն ապագայում օգտագործելու։ Այս պահին այդքան է կանում։ Միջազգային հնարավորություններից էլ խոսենք, ինչ հնարավորություններ ունենք այս ոլորտներում միջազգային դաշտ դուրս գալու, Հայաստանը ներկայացնելու։ Ինձ թվում է բազմաթիվ են հնարավորությունները ու այս ԱԲ հնարավորությունների փոփոխությամբ կարծում եմ ել ավելի կարևոր է ֆունդամենտալ գիտելիքները ու ֆունդամենտալ գիտելիքները ոչ թե ծրագրավորման մասին, այլ համակարգչային գիտությունների։ Ինչի այդ կարևոր, որտեվ ԱԲ զարգացմանը զուգահեռ կոդը արդեն AI-ը գրելու է։ Բայց ֆունդամենտալ գիտելիքները շատ կարևոր են, որ երեխաները նոր իրականության մեջ կարողանան նոր ուղղություններ բացահայտեն ու կիրառեն։ Մեր ծրագիրը եւս միջազգային է, 80 երկիր է մասնակցում, 6 միլիոն աշակերտ տարեկան ու մեծ համայնք ունենք, ու համայնքի մեծ մասը հայտնի համալսարանների դասախոսներ են, ու նաեւ փորձում ենք իրանց ներգրավել մեր երեխաների կրթության մեջ, փորձում ենք այդ դասախոսներին հրավիրել Հայաստան կամ առցանց տարբերակով կամ ֆիզիկապես, որ դասընթացներ վարեն եւ ուսուցիչների եւ աշակերտների համար ու պատմեն թե ինչ նոր հետազոտություններ են անում գիտության մեջ, համակարգչային գիտության ինչ ուղղություններ կարելի է բացահայտել այժմ։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ մենք աշխատում էինք մեր Digitech-յան տաղավարից, ես զրուցում էի Դավիթ Խաչատրյանի հետ, ով Rice կրթական հիմնադրամի համահիմնադիրն էր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, կհանդիպենք, շարունակեք լսել մեզ։